Չատպատ, Չատպատ։ բարի եկար չատպատ։ Հոս արևմտահայերենը ազատ եւ հաճելի գհնչը։ Կլսենք տարբեր առողանություններ, տարբեր հնչյուններ, տեսակ միտքեր եւ հավաքական փորձառություններ։ Որը չէ։ Պոդքասթը պատրաստած են Անին, Քնարը եւ Մարիամը, ծեր ներաշխարի ցայներով։ 4-րդ դրվագ։ Անցմը որ կյանքս փոխեց։ Մենք մեր կյանքին միակ թերագադարը չենք։ Երբեմն անցմը մեզի մոդիկ կամ անծանոթ կրնա մեր ուղին փոխել։ Այն անձը, որ կյանքս փոխեց, Սիլվա Կույումջյան Մարգոսյանն է։ Պապաս Խուլիա։ Այս երկու անձի համար շատ երախտաբարդ եմ։ Այս անձը եղած է իմ նախկին ուսանողս։ Ասկինը իմ մենթորի պես մեկը եղավ։ առաջին դասարանի ուսուցչուհիս է։ Անունը Mrs. Burke է։ Ես բզդիկ դարիքեն շատ կսիրեի պատմություններ գրել։ Եվ օրմը շաբաթ կիրակի օրեր դունը նստած էի եւ պատմություն մը գրեցի։ Բզդիկներու քիրքի շարք մը գա անգլերեն Frog and Toad, որոշեցի ես իմ պատմությունը սնարել։ Ուրեմն դարի դպրոց Mrs. Burke-ը գարտած եւ հետո շատ լուրջ մոտեցավ ինձի եւ ասավ նայրի գարտացի շատ լավ էր երբեք մտածած ես այս քիրքը հրադարագել ես ալ Փնավան նման բան չէի սպասեր, բայց ասի այո անշուշտ կուզեմ հրադարագել։ Ուրեմն վերցուց իմ գրած էջերս համագարկիչով դպեց եւ հետո ես նկարներ գծեցի քունավոր թուղթի վրա փակցուց, հետո laminator-ով ձալեց եւ հետո քիրքին մեջքը թելով ինքը գարեց, այսինքն բոլորովին ցերային աշխատանք էր։ Եվ այս քիրքիս հրատարակվել են հետո օրմը դասարանով նստած էինք քորքին եւ հայտարարեց որ այսօրվա մեր քիրքի հեղինակը Նայրի Աբրահամյանն է մեր դասարանին մեջն է եւ հետո եթե գուզեք հեղինակին համար հարցումներ ունիք կրնաք իր հետ խոսել եւ ասի առաջին քիրքներ որ գրածներս որ Mrs. Burke-ը հրատարակեց հետո շատ ոգևորվեցա եւ ուրիշ քիրքեր գրեցի եւ իմ հասընկերներս ալ սկսան քիրքեր գրել։ Դպրոցի արձակուրդը սկսած էր եւ ես 12 տարեկան էի։ Ամեն ամառներում պես քնալը գզի եկած էինք։ Մայրս հավատացյալ գիմն է, փողոցները չպետդամսելով ինձ զորով եկեցին գրոնքի տասերուն հրգեց։ Այս տասերում մասնակցիլ չէի ուզեր, բայց մայրիկս ինչու գանուխ եկար չսեսելով ես գրոնքի տասերամերցու ֆուտբոլ խաղայի եկեցին բարդեզը։ Մեկ օր գրոնքի տասերամերց նորեն ֆուտբոլ խաղայի գոր քնտակի եկեցին աբագին զարգավ եւ մեծ ցայն մենով։ Ներսեն սարգավակները մեկը ելավ սև հակուստով խսկա մարդմներ անունը Վարշագ է։ Իմ ականջից փռնեց եւ ըսա որ տուն այսքան էներգի ունիս նե պետք է որ տեսակով այս էներգին ուրիշ բաներում բարվես։ Եվ եկեցին դակի հարփը փեմ մգար եւ հոնդեը թադրոնի թասեր գար։ Ես ասիկա չէի գիտեր։ Ինձի հոներգեց այն արգանը ցանկիս ամենամեծ փոփոխությունը ասի էր, որովհետեւ երբ որ փեմի վրա էլլա ինքս դունիս մեջը ըսկասի եւ այս ցանկի ընթացին իմ ամենամեծ փափակս եւ ցանկիս կետրոնը թադրոն է, տերասանը լալ է, ասոր համար Թուրքիային եւ Ամերիկայի մեջ ուսանեցի, university կացի, հիմա էլ գշարունակեմ։ Երբ որ Սիդնի գաբեյգոր վերջին կորձս TV եւ վիդեո ժուրնալիզմ էր։ Եվ երբ որ այդ կորձը սկսա, ես հազիվ 24 տարեկան էի։ Գիշեմ գին մգար այդ հարցազրույցի պանելին վրա։ Եվ ասավ ավելի երդասարտներ կուզենք կոր, որ քիչ մը թարմացնենք մեր խումբը եւ ասկինը եղավ իմ բոսս։ Առաջին օր լուր մի եղավ Australian mega chicken naj New Zealand երթալ եւ ասկինը եկավ ասավ որ ցու մեծ կենես ասի առաջին օրս էր եւ քուցայնդ պիտի ելը
Նույնիսկ օքեյ գնեմ։ Արագ մկրեցի, ասիրեն որ արարեմ քիչմը ցայնով կորդ, բայց շատ չեմ գիտեր։ Ասավ ինձի որ լավ, ես կմտնեմ հետդ արցանակրելու։ Եզիգի կապար գուդամ, խրատ գուդամ, ինչպես պիտի ենես։ Գայնեցոն շատ ժամանակ չի մնաց որ լուրերը ելեն, բայց մտավ հետս ժամանակ տվավ որ ճիշտ տնեմ։ Ամեն բան շատ սահուն եղավ եւ սկիզբները շատ դժվարություններ ունեցած գործի մեջ, քանի որ թերևս 15 տարի է նոր մեկը չեն ունեցած այս խումբի մեջ։ Ինքը ինձ խրատ գուտար ինչպես պիտի վարվիմ ասում մարդկանց հետ։ So իմ մասնակցության մեջ շատ կարևոր եղել է ասկինը։ Երբ համալսարանեն շրջանավար դեղա եւ սկսե կենտրոնական վարժարան պաշտոնավարել իբր մարզանքի ուսուցչուի, կնամսել թե երկու փար նույնիսկ հայերեն քովկովի չի գնարբերել։ Այնքան դգարեր իմ հայերենը, ու շիդագը եթե խոսիմ շատ հոգս չէր, քանի որ մարզանք էր իմ մասնակցությունը, ոչ թե հայերեն լեզվի ուսուցչություն։ Դիգին Սիլվան առանց ինձ ովև էջնշումը փանեցնելու սկսել բզդիկ բարեկամություններ տալով զիսմղել թեպի հայրենի մասնավոր թասերու։ Հետո մենք սկսանք քրագանության երեգոներ կազմակերպել եւ ինքը առաջին անգամ փեմ հանեց ինձ իբր խոսնակ վստահելով այդ պատասխանատվությունը եւ այսպեսով իմ մասնակցությունս սահեցա բոլորովին դարբեր մեկ մարզին, որ շվարելով կտեսնայի, որ ալավելի մեծ հաճույք ու գիրք կբաճարեր էությանս եւ այսօր բոլորովին ուղղված եմ մշակույթի ու արվեստի վերաբերյալ մեկ մասնաճյուղի լույս հերոստակայանի մեջ Portrait անունով պրոգրամը կպատրաստեմ ու կհաղորդեմ որ բոլսո մեջ արվեստի գրեթե բոլոր մարզերեներ հայ արվեստագետները կհյուրասիրեմ եւ անոնց հետ զրույցներ կատարելով կծանոթացնեմ իրենք թե թուրք եւ թե հայ հանրության մոդորենալ պիտի սկսեմ գրել Փարոս ամսաթերթի էջերուն մեջ ուրեմն բոլոր ասոնք կբարդիմ Տիկին Սիլվա Քույումջյան Մարգոսյանին Eleştirmen yazar Alin Taşçıyan Ես տեղափոխված եմ Երևան 2014 թվականի շարունակելու իմ բարձրակրում գրթությունս Հայաստանի ամերիկյան համալսարանեն ներս, ապա դասավանդած եմ Երևանի պետական համալսարանը եւ այս անձը եղած է իմ ուսանողս այնտեղ 2 գիսամյակ, ետքը Կահիրեի համալսարանը կացած եմ եւ ինքը շահած էր մրցույթը այստեղ համալսարանը եւ իրեն այստեղի եգիպտական տեսփանատունը որոշած էր մեր հետ ղրկել Կահիրեի համալսարան։ Առաջին մի քանի օրը ինքը գտիմեր բարոնով կամ ընկերով, իսկ ես իրենսի որ ինձ միայն խնդրեմ առաջին անունովս թիմե, եւ այդպես սկսանք իրար հետ զրուցել առավոտները, ապա տասի երթալ, հետո բդդիլ Կահիրե, մեկ գլար լեզվական անհասկացողություններ, դարբեր փորձեր, դարբեր մշակույթ, դարբեր բэкգրաունդ, բայց նույն ժամանակ շատ համադեղ բաներ կան երկուքս հայ ենք եւ այդպես at 35 օրը Կահիրեի համալսարանը եւ Կահիրեի քաղաքներս սկսավ մեր ընկերությունը հաստատվել։ Իսկ երբ վերադարձանք այստեղ Զվարթնոց օտագայանը, դժվար բաժնվեցանք եւ հասկացանք, որ մենք արդեն մոտ ընկերներ ենք, եթե ոչ արդեն եղբայրներ։ Ինքը ծանոթացավ իմ ընտանիքին, ես ծանոթացա իր ընտանիքին, ետքը եղա ես իր բսագատրության խաչեղբայրը, ետքը եղա իր թուստրի գնքահայրը եւ այդպես ավելի ընտանեկան չերմ գաբեր ունեցանք։ Իսկ այս անձը ինչու համար ինքը կյանքս փոխած է, որովհետեւ իբր սփյուռքահայ, իբր արևմտահայախոս ընդելանումը Հայաստանի մեջ միշտ ելևէ չէր կպատահին։ Եվ երբ ես կարիքը ունենամ ապահով եւ հանգիստ անկյունի, մը գիտեմ, որ իրենց տունն է եւ այս անձն է,
ինք եւ իր ընտանիքը իմ հայաստանյան ընտանիքն են, որոնք իմ կյանքը փոխած են եւ այս երկրի մեջ ինձի չերմ անկյունը դրամատրած են, որը իրենց տունն է եւ իրենց լայնապած սրտերը։ Հայրս բժիշկ է, մայրս բժշկուհի, բայց որ բստիկ ենք ինքը մեզի մեծուց 3 երեխայի հետ զբաղվեցավ եւ երկուքն շատ աշխատասեր եւ իբրև բժիշկ եւ բժշկուհի մենք տեսնենք որ իրենք ուրիշներուն կօգնեն եւ ադի շատ կարեւոր դարձավ ինձի որ ուրիշներուն օգնեմ ինչպես որ կրնամ քանի որ ծնողքիս օրինակ տեսա եւ ադգե արկախալ կորձեն դուրս երկուքն մեր քաղաքին մեջ կաշխատեն իրենց համար հայությունը բահելը մեր փոքր քաղաքին համայնքին մեջ միշտ կարևոր էր մենք ամերիկան դպրոցի մեջ ուսում ստացանք բայց ծնողքս կուզեին որ մենք մասնակցենք որ ինչ որ բստիկ խումբ մնենք բայց մի քանի հայրու շուրջ անանք կոնե շաբաթաբերչերը եւ դունը ուզեցին հայերեն խոսենք հայերեն սորվենք աս բոլորը ինձի սորվեցուց որ թե լեզուս մշակույթս եւ հայ ինքնությունս շատ կարևոր են ինձի այդ ճանապարհը տարավ որ Հայաստան դեղափոխվեմ եւ մնամ եւ այդ բոլորը ադի սենթե կյանքիս ամենամեծ որոշում եղած է եւ ադի առանց իմ ծնողքիս դաստիարակություն չերլար Շատ մտածեցի, բայց կարծեմ թե ասանք վրաս ազդեցություն ունեցած է հայրս երբ 6 տարեկան էի մամաս մահացավ եւ պապաս ամեն ինչ կներ ինքը մեզի շատ օգնեց եւ այսօր մենք կյանք ունենք Ժամպո վրա ենք, որովհետև ինքը 30-40 տարի առաջ ամեն ինչ կներ, ինչ որ կրնար, որ մենք ավակամ ունենանք եւ հայերենը առաջին լեզուս չէ, մամայիս առաջին լեզուն էր եւ ինքը ասավ դուք հայկական դպրոցի դերտակ լեզուն պիտի սորվիք եւ հոսենք Հավականին կլիշե բամը պիտի ասեմ, բայց նաև բոլորովին կհավատամ այդ սելիքիս, որ ոչ մեկ կամ 2 կամ 5 կամ 10 հոգի է, որ կյանքս փոխած է։ Մանավանդ դրական կողմ է, անշուշտ ծնողքս, անշուշտ ահագին ուսուցիչներ, ուսուցչուհիներ ունեցած են, որ կյանքս փոխած են, շատ մընկերներ ունեցած են, որ կյանքս փոխած են, անշուշտ, բայց կգարձեմ, որ այդ բոլորը մեկ միացնելով եղած եմ ինչ որ եմ այսօր եւ շատ երախտապարտ եմ այդ պատճառով Տարբեր ձևերով անձեր կրնան մեր կյանքը փոխել եւ այս անձը իմ ամենակայուն գաբս է Հայաստանի հետ My self-perception, ես ինչպես ինձի կտեսնեմ, շատ կարևոր ձևով փոխեց կամ լայնացուց։ Չեմ գնար բարերով այդ քնահատությունը հասկացնեմ։